Ողջույններ հայրենակիցներ հարգելի։ Շատ չեմ սպասի ուղիղ եթերին միանալու համար, որովհետև այս եթերը հիմնականում անում եմ վիդեո անելու եւ պահելու համար։ Ճիշտը երեք փորձեցի այս ամենի մասին խոսել, բայց չստացվեց պահպանել վիդեոն, հետևաբար սկսենք, շատ բանի մասին ենք անդրադառնալու, նորից կրկնեմ, որ շատ չեմ սպասի մարդիկ միանալու համար, քանի որ վիդեոն անում եմ վիդեոն պահելու համար, վիդեո անելու ու պահելու համար։ Խոսքս ինչպես վերաբերվելու է քաղաքական, այնպես էլ հոգևոր դաշտին, հոգևոր թեմային, որը անմիջական իրար հետ կապ ունի այսօրվա օրով, որը ցավոք չպիտի կապ լիներ, չնայած մարդիկ, որ դրանք առանձնացնում են, բայց այսօրվա օրով շատ իրար հետ կապված է։ Ճիշտը ես չգիտեմ որտեղից սկսեմ, քաղաքական թեմայից սկսեմ հոգևորականով դուրս գամ, թե հակառակը, բայց խոսքս ճիշտը այս ամենը ինչի մասին պիտի խոսեմ, նախորոք պլանավորած էի, մտադրություն ունեի ասել, բայց եթե միացինում վերջերքս տեղի ունեցածը չլիներ, այսինքն ընտրություններում ԿՊԱ-կանը միացիներում հաղթություն չունենար, չհաղթեր, երևի սրա մասին չեմ էլ խոսի, կմոռանա, կանցներ կգնար, բայց դրա համար որոշեցի խոսել։ Շատ ցավալի իրավիճակ է, շատերը տեղյակ չեն ինչա կատարվում։ Մի անգամից ասեմ, Հայաստանում ամեն գնով փորձ է անվում, որոշակի չափով նաև հաջողություններ ունենալով, որ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, բայց առաջի հերթին Հայաստանում, որովհետեւ շատ խոցելի վիճակում է, փորձ է արվում քրիստոնեությունը փոխարինել մուսուլմանության։ Դա քրիստոնյա աշխարհի համար պատահականություն չէ, նորություն չէ։ Դա այն է, ինչի մասին Աստվածաշունչը դեռևս հազարամյակներ առաջ հայտնել է։ Ես շատ ցավում եմ, իմ մտահոգությունները ունեմ, որ իմ հայրենիքում է դա տեղի ունենում, իմ ազգի հետ է տեղի ունենում, շատ եմ ցավում դրա համար։ Հիմա ինչ-որ մի տեղից պիտի սկսենք, այնինչ կատարվում է Հայաստանում առաքելական եկեղեցու դեմ, դա պատահականություն չէ, դա պիտի փորձեմ հայտնել, բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Դա հենց այն է նշանակում, որ ասեցի, դա փորձ է քրիստոնեությունը փոխարինել մուսուլմանության։ Նորից եմ ասում, դա նորություն չէ քրիստոնեական աշխարհի համար, դա նաև այդպիսի հայտնի ասույթ կա, էկոնոմիան շարժումը, եթե չեմ սխալվում, այդպիսի դրան նաև ասում են էկոնոմիան շարժում։ Ես կոնկրետ չեմ հիշում, կոնկրետ այդ բառը էկոնոմիան է, թե ինչպես է, բայց այդպիսի շարժում կա։ Հիմա ես ուզում եմ ավելի մոտիկանամ Ավետարանի մեկնաբանությանը հայտնության գրքում, որտեղ այսպիսի դրվագ, այսպիսի գնահատական կա, որտեղ Սուրբ առաքյալները Աստծո հոգով, այսինքն Հովհաննես առաքյալը, որը հայտնություն ստացավ, դա արդեն հայտնություն էր Աստծո կողմից, որտեղ նշվում էր ավերածի պղծություն, հասկացողությունը, դա
Դա արդեն այն ժամանակա, որ հակաքրիստոսը այդ գործողությունը անում է, այդ գործողությունը իրականացնում է։ Բայց քանի որ հակաքրիստոսը դեռ նոր է, հրավիրատոմս ուղարկում աշխարհում բոլոր մարդկությանը, հələ մի քիչ աշխարհի մարդկանց այդքան հեշտ չէ պատկերացնել ինչ է դա նշանակում։ Այո, մենք վկա ենք այդ իրադարձությանը, որը հակաքրիստոսները հրավիրատոմսը ուղարկել ամեն մարդու, նամանավանդ Հայաստանի քաղաքացիներին։ Իսկ ինչու Հայաստանի հակաքրիստոսի ծրագրին, հակաքրիստոնեության այդ երևույթին, էությանը ոչ մեկը այնպես չեն կարա դիմակայեն, հակառակվեն, մերժեն, ինչպես հայ ազգնա։ Ես ցավով եմ ասում, որ այսօրվա իրանց հայ ասողների մասին չի խոսքը, որը մտածում են, որ Հայաստանի քաղաքացին իրանք հայ են, կամ Հայաստանի պասպորտ քաղաքացիության անձնագիր ունեն, իրանք հայ են։ Ես այն հայ տեսակին եմ խոսքս ուղղում, որ թշնամին վաղուց տեղյակ մեր ազգի մասին հայտնում է Աստվածաշունչը ավելի քան ոչ մեկը, քանի որ առաջի ընդունած քրիստոնեությունն է աշխարհում, բնականաբար այդ ազգի հոգով անցնում է, ազգի արյունով սրտով անցնում է Քրիստոսի հոգին, այդ գեներում կա այդ հոգին, բնականաբար առաջի քայլը, առաջի արգելք լինողը դա հայ ազգն է, ու պատահական չի այս ամեն իրադարձությունները, որի մենք ականատես ենք դառնում։ Հիմա նորից գամ ավելի շոշափելի մեր իրականությանը, այդպես փորձեմ բացատրել։ Գիտեք, ես առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ այս ամեն ոտնձգությունները, սրանք ընդհանուր եւ ոչ միայն այդ, ընդհանուր շատ իրականություն կարելի է շատ ձևերով բացատրել, ապացուցել, քննարկել։ Ամեն դեպքում ես իմ ձևով, ինչպես հասկանում եմ, այնպես էլ կփորձեմ անդրադառնալ, մեկնաբանել։ Անձամբ ես, եթե առաքելական եկեղեցու հետևորդել չլինեմ, ես դեմ չեմ, այսինքն առաքելական եկեղեցու նկատմամբ միայն ես կարող եմ ասել, որ ավելի շատ կրոնական ուղղությունում է, որտեղ կենդանի հավատքը Քրիստոսի կենդանի հավատքը մի քիչ հարցական է, ինչքան է կապված Քրիստոսի կենդանի հավատքի հետ, բայց եթե սա իմ կարծիքն է, իմ հասկացածն է, մեջբերումն է, դա թողնում եմ մի կողմ։ Ամեն դեպքում, եթե ես առաքելական եկեղեցու հակառակորդ լինեմ, ես ասում եմ, որ ես գիտեմ, որ հայի արժանապատվությունը չկա մի կառույց, մի միավոր, մի խումբ, միություն, ինչպես առաքելական եկեղեցին է այսօրվա օրով, որ հայի արժանապատվությունը, հայի մշակույթը, հայի ձևը, հոգին, տեսակը, արժեքները պահող լինի, չկա այդպիսի մի հատ միություն, ինչպես առաքելական եկեղեցին է, որ հայի պատմությունը պաշտպանի այնպես, ինչպես ոչ մեկը, եւ սա պատահական է համարում, որ այսպես է։
հենց այդ արժեքները կրողներին դեմ այս ամենը տեղի է ունենում մեր աչքի շուրջ, մեր աչքի առաջ։ Նաև եթե առաքելական եկեղեցու առաջնորդը Գարեգինը ինչ որ մեղքի մեջ է կամ հանցանքներ ունի, ես ինչ որ ասես, դա իմ հոգևոր կյանքին ոչ կվնասի, ոչ էլ դա կօգնի, ինձ չի խանգարում, անկախ նրանից, թե ինչպես նաև առաքելական եկեղեցու առաջնորդը, այնպես էլ ցանկացած մեկ, թե ինչ կյանքով են ապրում, մեղավոր կյանքով են ապրում, հանցանքներ ունեն, պղծություններ ունեն, դա այդ մարդու գործն է։ Իմ գործը, ինչպես նաև ամեն մարդու գործը, որ իր կյանքին հետևություններ անի, իր կյանքին շինություն անի, ինքը ապաշխարի։ Եթե այս ամենը իրականություն է, ապա ինչ է նշանակում այս ամենը, որ տեղի է ունենում Գարեգին Բ-ի հովվապետի, առաքելական եկեղեցու հովվապետի դեմ։ Հասկանալի է, բնականաբար։ Ինձ ինչի պիտի խանգարի իր ապրած ձևը կամ սուրբ կյանքը կամ շնացող կյանքը կամ դու որ մեղադրում ես իրան, դու ով ես, հետաքրքիր է, չէ՞, մեկը ասի դու ով ես, որ մեկին մեղադրում ես, դու ով ես, ներկայաց իմանանք դու ով ես, դե մենք գիտենք սրանք ով են, սրանք հենց այն իրանց հոգին վաճառածներն են, որոնք Քրիստոսի գալուստին բարի գալուստ են, հակաքրիստոսի գալուստին բարի գալուստ են ասում, այսինքն սրանք մեր մեջը ներթափանցվածներ, մեր մեջը եղած ու տեղավորված ու հակաքրիստոսի առաջ դռները բացում են մեր հայրենիք, մեր ինչպես ոչ միայն մեր հայրենիք, նաև աշխարհի ինչ որ մի կետ։ Իրանք հակաքրիստոսի ներկայացնողներն են, ներկայացուցիչներն են։ Այսպես է իրավիճակը։ Եվ նաև մի քիչ էլ գամ քաղաքական դաշտ, քաղաքական անցուդարձին սրա հետ կապված։ Գիտեք, ամեն օր համարյա միշտ մարդիկ են լինում, որ պատահելով խոսակցություն է առաջանում, թեմա է քննարկվում, եւ այս թեման ամենուր է, որպես եւ մարդիկ հիմնականում փորձում են արդարացնել, բայց Նիկոլը, գիտեք, այս թուրքերը, սրանք մեզ խաբեցին, դե հիմա որ ընտրություն չէ, շանս չունեն թե ընտրվեն, ոչ մեկը չի ընտրվի, մեկը չկա որ ընտրի։ Հիմա ինչ եղավ վաղ շաբաթում։ Էդ ում եք խաբում։ Հենց թուրքերը դուք եք։ Հենց խաբվածները դուք եք։ Ում եք խաբում։ Ինձ եք խաբում, բնականաբար ձեր նմաններին կխաբեք։ Բայց հասկացող մարդը հասկանում է ինչ է կատարվում, հասկացող մարդը արդեն հասկանում է դուք ով եք։ Ես կասեմ, որ հենց դուք եք Նիկոլի հետևում կանգնած, եւ այդ մարդն էլ բացարձակ պարզ ասում է, որ ինձ աջակցում է ժողովուրդը, ցավալին է, որ ասում է հայ ժողովուրդը, այդ ձեզ է, չէ՞ ասում այդ ժողովուրդը, դուք եք, չէ՞,
Այդ այնպես որ Նիկոլը դավաճանա Մարտը նույնի Մարտը ձեզնից ավելի չեմ արդարացնում նա խոստովանում է որ ինքը դավաճանա բայց դուք թաքնված դավաճաններն եք հենց դուք եք Նիկոլին բերել հենց դուք էլ մինչև հիմա Նիկոլին պաշտպանեք եւ այդ սուտերը որ դուք ասում եք մենք Նիկոլ չենք ընտրել ես այդ ժամանակ Ռուսաստան եմ եղել ախպեր մեկն էլ ամա ես խավվել ենք բա որ խավվել եք ով է խավվել ում ես խափում վաղաշապատում ով է իրանց ընտրել ես հիմա թույլ տվեք առիթից օգտվեմ ասեմ ժողովուրդ հերիքա մարդկանց հիմարի տեղ դնեք դուք ձեզ եք հիմարի տեղ դնում ասեմ որ չմոռանաք այն ինչ որ Հայաստանի հետ կատարվելու է այն ինչ որ Հայաստանի հետ տեղի է ունենալու այն ինչ որ ձեզ հետ տեղի է ունենալու չմոռանաք միշտ կհիշեք դա պատճառը Արցախն է պատճառը ձեր վերաբերմունքն է ձեր դիրքորոշումն է Արցախի հետ Արցախի հանդեպ գիտեք այնքան զարմանալի է մենք որպես արցախցիներ մենք մինչև բռնի տեղահանումը 23 թվականից հետո համոզված հստակ ասում եմ որ արցախայության մեծամասնությունը տեղյակ չէր ինչ էր կատարվում Հայաստանում այս ամենի մասին տեղյակ չէր բայց պարզվում է ստեղի բնակիչները լավ էլ գիտեին ինչ է կատարվում մենք մինչև որ եկանք Հայաստան այդ վաղտը հասկացանք ինչ է կատարում նաև եւ զարմացած եմ Արցախի այն բնակիչներին այն քաղաքացիներին այն արցախցիներին որ այսքանից հետո սիրելի արցախցիներ թույլ տվեք կիսեմ իմ մտահոգությունը որ այսքանից հետո դուք որոշում եք ստես սրանց հետ ապրեք այս մթնոլորտում սրանց հետ տալ առնեք ես զարմացած եմ ու մտահոգված եմ փաստորեն մենք որ Արցախում ես որպես վկա որ արցախցիները իրանց ամբողջ կյանքը ներդնելով զոհելով զոհաբերելով մի բանից զրկվելով նեղվելով նեղություն քաշելով դեռ այս թուրքամետ իշխանության կողմից տասնամյակներով հալածվելով հայի հողն ու ջուրն պահել սրբության պես սրանք տասնամյակներով մեր նկատմամբ թույն են կերել ու թույն են տարածել դուք հասկանում եք ինչ է սա նշանակում մենք այնքան որ տառապեցինք չնայած որ նաև ճակետների մեջ արցախցիների կողմից մենք հալածվելով այնքան մենք պահենք պաշտպանենք սրբենք այդ մեր հողը մեր ծննդավայրը նաև ճակետների մեջ արցախցիների թուրքացած արցախցիների կողմից հալածվելով մենք մինչև վերջին շունչը պահենք իրանք մեզ դավաճանեն իրանք մեզ տասնամյակներ մեր նկատմամբ թույն շնչելով թույն տարածելով հանձնեն մեր հայրենիքը ու դուք սրանց հետ ուզում եք ապրեք ես իմ զարմանքին չափ ու սահման չկա չգիտեմ սա ինչ է նշանակում
Եվ դուք ուզում եք ստե մի լավ բան տեսնեք, հիմա այսօր արցախցիներին ինչ է պետք, պետք է միակ մի բան, միավորվել, մեկ լինել, մեկ դառնալ, այսօր արցախցիներին այնպես է պետք, քան երբևիցե մի հոգով շարժվել, մեկ դառնալ, անկախ նրանից, թե ով որտեղ կլինի, թե Հայաստանում կլինի, թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, Ամերիկայում, անձամբ ես նպատակ չունեմ եւ նպատակս նա է, որ նպատակ չունեմ ստեղ ապրելու, այլ արտերկրում, բայց դա կապ չունի։ Ես համարում եմ, որ այսօր միակ բանը, որ արցախցիներին պետք է դա միաբանություն, մեկ հոգով, մեկ մտքով միաբանվել եւ իմանալ մեր անելիքները, թեև ես այդպես հնարավորություն, օրինակ ես այդպես հնարավորություն կարողա չունենամ, բայց ես վստահ եմ, որ ինձնից շատ մեծ հնարավորություններ ունեցողներ կան, ամեն դեպքում ես ցանկացած հնարավորություն ես բաց չեմ թողնի, որպեսզի ես դրան նպաստեմ, արցախցիների միավորելու։ Ես չեմ ուզում մի քիչ այնտեղերը գամ, դուք ինքներդ տեսեք, թե Ալիևը ինչպես է մտահոգված, վախից հնարավոր է գիշերն էլ չի քնում, Արցախի հարցի հետ կապված, նա հասկանում է, որ դա Իրանը չի, դա բնականաբար ոչ մեկը Իրանից այդ ամեն ինչ լավ չի իմանում, քանի որ ինքն է դրա իրականացնողը, որ Արցախը դա բռնի արհեստական գործողությունը Արցախի հետ կապված, որը ինքը արեց, բնականաբար հասկանում է, որ ինքը մի օր դրա համար պատասխան է տալու, եւ չկա այնպիսի մի ռեսուրս այսօր, այդ ամեն ինչը Ալիևի թշնամու մի բառով ասեմ, թշնամու թե ներքին, թե արտաքին, չկա այնպիսի մի ռեսուրս, որ կարա այդ ծրագիրը խափանի, այդ ծրագիրը անհաջողության մատնի, ինչպես ցանկացած արցախցի, ցանկացած, անկախ նրանից ով է, ինչ է, որտեղ է ապրում, ոնց է ապրում, ինչ մտածելակերպ ունի, չունի, բնականաբար մտածելակերպը հենց դա է, որ տեսիք է պետք, եւ այդ ամեն մի արցախցի կարա այդ դրան նպաստի, որ այս թշնամու այս ծրագիրը խափանվի, ինչ է դրա համար պետք, միավորվել է պետք, ով է դա անողը, դա անողն է ամեն մարդ, ամեն արցախցի, ամեն հայ, ես մենակ արցախցիների մասին այսքանը ասեցի, բայց ես Երանի եմ տալիս այն մարդին եւ Աստված թող օրհնի այն մարդին, անկախ նրանից ինչ ծնունդից է, որտեղացի է, սփյուռքահայ է, թե Հայաստանի քաղաքացի է, Երանի եմ տալիս ու հավալ լինի ու Աստված օրհնի այն մարդուն, որ Արցախցուն կմիավորի, այսօրվա օրով, Արցախցուն կմիաբանի, մեկ մտքի, մեկ գաղափարի շուրջ, գիտեք այդ մեկ գաղափարը, մեկ միտքը որն է, այդ միաբանվելը որն է, այս
Այս վիդեոն, այս ելույթը, այս ուղերձը, որ անում եմ, դա արդեն միաբանության քայլ է։ Դա արդեն իմ մտահոգությունները, իմ առաջարկները, իմ հասկացածը, չհասկացածը կիսում եմ, բերում եմ, ներկայացնում եմ, որովհետև ես Աստծո ստեղծած մարդ եմ։ Ու ես ուզում եմ Աստծո նպատակների համար ապրել, Աստծո արժեքների եւ գիտեք, չկա այսօր հայ ազգը այնպիսի աշխարհում հայ ազգը ներկայացնում է այսօր Աստծուն, այսինքն Աստված հայ ազգին ստեղծել է, որ աշխարհը լուսավորելու համար։ Երբ որ Աստվածաշունչ կարդում ես, դա հստակ առանց պարզ, դա կարելի է հասկացած, որ Աստված հենց հայ ազգին ստեղծել է աշխարհը լուսավորելու համար, աշխարհը ավետարանելու համար, աշխարհը քրիստոնեությունը տարածելու համար։ Բայց այսօր ինքը այդ միսիայից հրաժարված է այսօր հայը։ Եվ արդյունքն էլ մենք ճաշակում ենք այսօրվա օրով։ Հիմա եթե դուք ուզում եք այս թուրքերին, այս ներքին թուրքերի հետ տալ առնելով ձեր ապագան կառուցեք, ես շատ բան չեմ ցանկանա ձեզ ասեմ։ Նաև այսօր մինչև հիմա Նիկոլին, այս թուրքական ոգուն պաշտպանողներին ես կասեմ ամոթ ձեզ, բնականաբար ամոթը դա այն խոսքը չի։ Դուք հենց այն 5000 երեխան, որ զոհվեց, դուք զոհեցիք նրա համար, որ դուք ձեր մի փոր հացը ունենաք, մի փոր հացի համար այդ երեխաներին զոհեցիք, որ այսօր Թուրքի հետ ապրեք։ Միթե ձեզ ամոթը այն բառն է։ Իսկ մեզ համար այն երեխաները ցանկացած հայի, հայրենիքի համար, արժանապատվության համար զոհված մարդը, զոհված թե մարդ, թե զինվոր, թե ջահել, թե կին, նրանք զոհվել են, որպեսզի մենք իրանց, ես բառերով չեմ կարա միանգամից ասեմ ինչերի համար են իրանք զոհվել։ Իրանք զոհվել են, որ Քրիստոսի լույսը տարածվի ամբողջ աշխարհում։ Իրանք զոհվել են, որ ապացուցեն, որ հայը իրավունք ունի արժանապատիվ ապրելու։ Իրանք զոհվել են, որպեսզի մենք ամեն բարի բանի համար Աստծուն փառք տանք, շնորհակալ լինենք, որ մենք ապրենք Աստծո վայել կյանքով, Աստծո կամքին համահունչ։ Իրանք շատ բանի համար են զոհվել։ Իրանք զոհվել են, որպեսզի իրանց պայքարը արդարություն ունենա, արդարություն, հանուն արդարության են իրանք զոհվել։ Իսկ նրանք, որ այս ամենը չեն գնահատում, նրանք դավաճաններ են։ Հենց դուք եք այս երեխաներին տարել զոհել։ Այդ զոհված տղեկը Աստծո համար են զոհվել։
բայց դուք դրանց սատանայի համար եք զոհել։ Հենց դուք ձեր խնդրումը նա էր, որ դուք համաձայն էիք, որ Արցախում ձեր երեխաները չգան ծառայության, հանուն նրան, որ դուք Թուրքի հետ ապրեք։ Ձեր խնդրումը դա էր։ Ձեր խնդրումը թուրքացում էր։ Դուք արդեն պատրաստ եք մուսուլմանությունը ընդունեք։ Դուք հիմա դա չեք հասկանում։ Դա չարը, որ այդ ամենը առաջներում չարի գործը իրականացում էր տարի 1, ամիսը 1, հիմա Աստծո ամեն օր այս ամենը իրականացվում է։ Այս ների հակաքրիստոսի ծրագիրը իրականացվում է մեր աչքի առաջ։ Սա ձեր ընտրությունն է, գիտեք։ Սա այն ընտրությունն է, երբ որ մեկը Աստծո խոսքի մասին խոսում է, երբ որ մեկը ավետարան է փորձում ներկայացնել, ավետարանը տարածել, ասում եք, ես օրինակ ցանկացած մի մարդ, որ ես ուզեմ Աստծո խոսքը փոխանցեմ, տարածեմ, Աստծուն հաճելի լինեմ, դուք կասեք, այս մեկը աղանդավոր է, այն մեկը աղանդավոր է, դու որ հավատքից ես, որ կազմակերպությունից ես, բա գիտես մենք առաքելական եկեղեցու հետևորդներն ենք, առաքելական եկեղեցի ենք մենք հաճախում, հիմա առաքելական եկեղեցուն վտանգ է սպառնում, այդ դու չէիր, այդ ովքեր են այդ առաքելական եկեղեցու հետևորդները, որ ընդդեմ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև նրա անդամներին, դուք ընտրում եք հակահայ թուրքամետ ուժերին։ Այդ դուք եք։ Դա այն սատանայի կրոնն է, որը դուք ստեղծել եք։ Սատանան միշտ էլ այդպես է։ Իրան 6000 տարվա փորձ ունի, նա միշտ կրոն է ստեղծում։ Մի հատ կրոն է ստեղծում, որ էս է աստվածապաշտությունը։ Նույն բանը արեց, գիտես, Եվան։ Եվային սատանան եկավ խաբեց, ասես, գիտես, դու երևի լավ չես իմանում, կա այսպիսի վարկած, այսպիսի տարբերակ։ Այս կանես, Աստված խնդրեմ չունես, Աստված քեզ ընդունելու է։ Եվ ինչ եղավ։ Նույն էլ հատե ձեր այս արասն է։ Դուք ձեզ համար սեփական կրոն եք ստեղծել ու միշտ էլ կուրքապաշտ անաստված ժողովուրդները, Աստծո հակառակորդները միշտ էլ այդ տեխնոլոգիան էին օգտագործում։ Այ մինչև հիմա դուք ներկայանում եք առաքելական եկեղեցու հետևորդներ։ Բա հիմա ում հետևորդներն եք։ Երբ որ մեկը Աստծո խոսքը քարոզում էր, դուք նրանց վարկաբեկում էիք, աղանդավոր, այն։ Հիմա դուք որ հավատքից եք։ Հիմա էլ ինձ հետաքրքիր է դուք որ հավատքից եք։ Չէ որ դուք եք աղանդավորը։ Չէ որ դուք եք անաստվածը։ Չէ որ դուք եք Աստծո խոսքից տեղյակ չլինողը։ Եվ դրա համար դուք որ հավատքից եք, դրա համար դուք պիտի կրոն ստեղծեք, որպեսզի ինչպես բոլորին, այնպես էլ աշխարհին, ինչպես ձեր շրջապատին, այնպես էլ ամբողջ աշխարհին ասեք, որ գիտեք, սա է մեր կրոնը, մենք սրան ենք պաշտում։ Եվ այսօր էդ է տեղի ունենում։ Սատանայի ծառան, սատանային ծառայողը, որ ինքը չի ասի, որ ինքը սատանայի ծառա է, երբեք։
Աստվածաշնչում որտեղ է գրված, որ սատանայի ծառան գալիս է ներկայանում սատանայի անունով, այդպիսի բան չկա։ Այ որ դուք Աստծո խոսքից որտեղ լինեիք, Աստծո խոսքից մոտիկ լինեիք, եթե մին քայլ ամսվա ընթացքում ամեն օր մին քայլ դեպի Աստծուն, դեպի Աստծո խոսքի մոտենաք, 10 քայլ այս թուրքական հոսանքը, այս թուրքական ներկայությունը հետ անահանջելու։ Բայց դուք սեփական կրոնն եք դուք ստեղծում, դուք սեփական կրոնը դեռ պիտի ստեղծեք։ Բայց Աստծո նկատմամբ հավատք սեփականություն չի, ընդհակառակը դա նվիրում է։ Դա դու ես դառնում Աստծո սեփականությունը։ Դրա համար սատանայի ծառան այսօր մեր աչքի դեմը հենց սատանայի կրոնը Հայաստանում ստեղծում է։ Ինչ է անում դա։ Դրա համար ինչ պիտի անի։ Պիտի անի բոլոր նրանց, պիտի վնասի, չզոքացնի, խանգարի բոլոր նրանց, ով որ իրան կդիմակայի, ով որ նրան հակառակ կհակառակվի։ Նույնիսկ հոգևորականը, եպիսկոպոսը, հովիվները եւ այլն։ Դրա համար ինքը պիտի այդ անի, փոխարենը դնի նրանց, ովքեր որ ենթարկվում են իրան։ Եվ այսօր էլ այդ կանը տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Կրկնում եմ, նրա շնորհիվ, որ դուք Աստծո խոսքից հեռու եք, տեղյակ չեք։ Որ Աստծո խոսքից տեղյակ կլինեք, իմանաք, որ սա ով է, ովքեր են սրանք, ում են ծառայում, Աստծուն են ծառայում, թե սատանային են ծառայում։ Ես ասում եմ սատանային են ծառայում, կարող եք ինձ հակառակը ապացուցել։ Ես ապացուցում եմ, որ սա սատանային է, սրանք սատանային են ծառայում։ Հիմա մի քիչ էլ խոսենք այն մեր այսօրվա իրադարձությունները, որը մենք ականատես ենք լինում ամեն օր, մի քիչ այս ամենը տեղափոխենք նրան, որ վերջի ինչ է լինելու։ Ինչպես սկզբից ես ասեցի հայտնության գրքում, որ գրված է մի հատ երևույթ, որտեղ անձամբ Հիսուսն է Հովհաննես հայտնությունում հայտնում, որ այդպիսի նախադասություն կա, այդպիսի խոսք կա, ավերացի պղծություն։ Դա այն գործողությունն է, որտեղ հակաքրիստոսը վերջում անում է եւ Աստված այդ գնահատականն է տալիս ավերացի պղծություն։ Գիտեք, զարմացած եմ, ինչքանով էլ ես զարմացած եմ, չգիտեմ, ինչքանով է իրար հետ կապված կամ կապ չունի, բայց ես զարմացած եմ, թե ինչպես է առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ն, ես ճիշտը չեմ էլ հիշում, Բ-յա թե ամեն դեպքում առաքելական եկեղեցու առաջնորդը, որ այս ամենին Հայաստանում տեղի ունեցողին համարես պղծություն։ Եվ ես զարմացած եմ, նորից եմ կրկնում, որ ես անձամբ եթե ես առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, գոնե ես դեմ չեմ, ես համարում եմ առաքելական եկեղեցին չկա այնպիսի ուժ, ինչպես առաքելական եկեղեցին, որ հայի պատմությունը, հայի մշակույթը, հայի արժանապատվությունը, հայի ավանդույթը գրող լինի։ Այսինքն դա առաքելական եկեղեցին է այսօրվա օրով։ Ես չեմ, առանձին մարդիկ չեն։ Ես քրիստոնեական հավատքի նախընտրող եմ, քրիստոնեական հավատքի կրողն եմ։ Ասածս էնա, որ զարմացած եմ, թե ինչքանով է սա իրար հետ կապված, զարմացած եմ, որ առաքելական եկեղեցու առաջնորդը այդպիսի գնահատական տվեց, որ այս ամենը Հայաստանում տեղի ունեցող այս
հովիվների, կաթողիկոսների հետ կապված, այդ պատարակ անելու հետ կապված, որ սա սրբապղծություն է, շատ ճիշտ գնահատական։ Սա այն է, ինչ որ Աստվածաշնչի հետ համընկնում է։ Ինչի՞։ Խոսքս վերաբերում է, որ արհեստական կարգադրություններ են անում, այսինքն եթե այդ կառույցումը, այդ ուժումը իրանք մի հատ ես ցանկացած մարդ ով է, որ գնա խառնվի այդ կառույցի հետ, թեև ես առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, թեև ես հավակնող չեմ առաքելական եկեղեցու, այսինքն այդպիսի խնդիր չկա, ուղղակի ես համարում եմ, որ ավելի շատ Հայաստանում քրիստոնեությունը կրոն է ընկալվում, եւ ես ստեղ նաեւ սրա մեծ մեղքի բաժին ունի նաեւ առաքելական եկեղեցու քարոզությունը, որ աստվածապաշտությունը ընկալվում է որպես գնաս եկեղեցի մոմ վառես, պատարագի մասնակցես, այստեղ առաքելական եկեղեցու մեղքի բաժինը կա, որ հանրությունը ժողովուրդը իմանում է, թե դա ինչ որ մի կարևոր պաշտամունք է, այսինքն կարևոր գործողություն է այնքանով, որ դա իբր թա միթե դա նշանակում է փրկություն, միթե դա նշանակում է ազատագրում, չէ որ քրիստոնեական հիմնական ցելը նպատակը դա որ մարդը փրկություն ունենա, մարդը մահից հետո փրկվի։ Իսկ ցույց տվեք որտեղ է Աստվածաշնչում գրված, որ պատարագ գնալով դու արդեն փրկություն ես ունենում։ Իսկ ցույց տվեք, ես հասկանամ, ես ուզում եմ հասկանամ։ Ախր փրկության հիմքը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքով է մարդը փրկվում։ Հիմա այս ամենումը որտեղ է Աստծո խոսքը։ Ես ուզում եմ հաղորդակից լինեմ։ Չէ որ Հիսուսը ասում է երկու հոգի տուն են սարքում, մեկը ժարի վրա է սարքում, մեկը ավազի վրա։ Ու ինչքան հիանալի առակ, ինչքան հիանալի բացատրություն։ Բնականաբար, դաժե եթե այսքանը Հիսուսը շարունակի էլ, որ ջրհեղեղ լինելու է, անձրևները վարարելու են, կայծակները լինելու է, փոթորիկը լինելու է, քամի լինելու է, բնականաբար ավազի վրա սարքված տունը փլվելու է, իսկ ժարի վրա սարքած տունը մնալու է։ Դաժե եթե Հիսուսը դրանից հետո չշարունակեր, պարզ է հասկանալի է, որ այդպես է լինելու, չէ, բնության օրենքները, բնության այդ բնությունը այդպես է թելադրում։ Հիմա էս է Հայաստանում տեղի ունենում։ Այն ուժը, այն անհատը, ով որ Աստծո խոսքի վրա է, հա, ես կներեք չասեցի, բայց Հիսուսը ասեց, որ ժարի վրա կառուցած տունը, դա այն տունն է, որը իմ խոսքի վրա է կառուցվել, այսինքն Աստծո խոսքը դա ժայռն է։ Ժարի վրա կառուցած տունը, կառուցողը դա այն մարդն է, որը Աստծո խոսքի վրա է հիմք դնում։ Բայց Հիսուսը դա ասեց։ Բնականաբար հասկանալի է, որ անձրևները որ տեղան, գետերը վարար են, այդ ավազի վրա սարքած տունը պիտի քանդվի։ Հիմա Հայաստանում սիրելի հայրենակիցներ, ոչ միայն Հայաստանում, ամեն տեղ, ամեն մարդու կյանքում էդ է տեղի ունենում։ Այն ուժը, այն անհատը, որը որ Աստծո խոսքի վրա հիմք չի դնում, դնում է ավանդույթների վրա, դնում է սովորույթների վրա, դնում է հաճույքների վրա, դնում է կարծիքների վրա, եզրակացությունների վրա,
բայց ոչ Աստծո խոսքի վրա, այդ դա ժամանակավոր է, դա փլվելու է, դա կործանվելու է։ Մեր աչքի առաջ դա է տեղի ունենում։ Հիմա ինչքանով որ Աստծո խոսքի վրա, Աստծո խոսքից կապված լինի ցանկացածը, նա մնալու է։ Հիմա այսքանը մեր աչքի առաջ հայրենակիցներ այդ է տեղի ունենում։ Անձրևները գալու են, գետերը վարարելու են, փոթորիկները լինելու են։ Այ ժարի վրա կառուցեն ցույց տալու թե ժարի վրա կառուցած տունն է, որոշելու թե ինչն է, ոնց է լինելու։ Հուսով եմ, որ գոնե բավարար բացատրեցի իրավիճակը։ Հա, նորից ասեմ, ընդհանուր ամենը ստուգելու համար, հասկանալու համար, եզրակացություն ունենալու համար շատ տարբերակներ կա։ Հարցը նա է, ով ինչպես է հասկանում, դու կարող ես այլ կերպ հասկանալ։ Ես էլ հասկանում եմ ու բացատրում եմ այնպես, ինչպես ես եմ հասկանում։ Նաև դե ինչ որ տեղի ունենում Հայաստանում առաքելական եկեղեցու դեմ, ոչ ծիծաղ, ոչ լաց, հա, ախր դեղ ես մոռացա ասեմ, ախր էդ է փրկությունը, հենց Աստծո խոսքն է փրկությունը։ Իմաստը, ինչ էլ որ անես, ինչ պատարակների եւ մասնակցես, կամ ինչ արարողությունների եւ մասնակից լինես, կարևորը փրկությունն է, բայց առանց Աստծո խոսքի փրկություն չկա։ Դրանում էլ առաքելական եկեղեցու մեծ բաժին մեղքը կա, որ այսօր ընդունված է հասկանալ, որ սա աստվածապաշտություն է, գնաս եկեղեցի պատարակի մատուցես։ Ախր այդ սատանայի զավակները խի այդ պահին հասկացան, որ պետքա պատարակի մասնակցած։ Գիտեք, հենց սատանան էլ այդ բաստողումը օգտագործում է։ Իբր թե մեզ բանա, իբր թե իրանք աստվածավախ են, աստվածապաշտ են, գնում են այդ ամենը իրականացնում, գնում են մասնակցում։ Դուք հասկանում եք ոնց է սատանան սաղին հիմարի տեղ դնում։ Հիմա ավելի լավն է առաքելական եկեղեցին։ Ես մեծ հարգանքով, նույնիսկ չեմ էլ ուզում, ինձ իրավունք էլ չեմ վերապահում տվյալ դեպքում առաքելական եկեղեցու ինչ որ խորհուրդ տալ բան, բայց իմ վստահությամբ ավելի լավ է, թե ինչպես առաքելական եկեղեցին, այնպես էլ ցանկացած մեկը, որ սկսի Աստծո խոսքի վրա հիմք դնելը, Աստծո խոսքը քարոզելը, եւ ցենց ակնթարթի պես կլինի սատանայի չքվելը, սատանայի ոտքը մեր հայրենիքից ետ պահելու, մեր հայրենիքից ոտքը դնել մեր հայրենիքի վրա։ Սա գուցե եւ բարի գործածքից է, ես մեծ հավատք ունեմ, որ պատահական չի, որ Աստված այս ամենը թույլ է տալիս։ Բավական է Աստծո խոսքը քարոզվի մեր հայրենիքում, սատանան կա փնտրես չճարեսել մեր հայրենիքում։ Էլ չեմ ասում աշխարհում, կներեք, նամանավանդ մեր հայրենիքում։ Հա, Գարեգին բի հետ կապված։ Այս մինչև հիմա Գարեգին բան հանցանքներ չէր գործում, այսինքն առաքելական եկեղեցու առաջնորդը հանցագործ չէր, մեղքի մեջ չէր, բան, հենց այս պահին դարավ, հա, մեղավոր, պղծության մեջ ապրող, հա, մինչև հիմա այդպես չէր, նոր եք հիշել, ով է ձեզ հայտնել Գարեգին բի ազնական կյանքի
Այս թուրքական լրտեսներն են հայտնել ձեզ։ Չէ՞ որ այս ամենը վկայում է, որ թուրքը ինչպես է մեր երկրում լկտիացել։ Բախի են վախտը մեկը Գարեգին բային կամ առաքելական եկեղեցու առաջնորդներին մի բան չէր ասում։ Գիտեք, այնքան նենց հետաքրիր է, նաև եւ ցավալի է, եւ հետաքրիր է իրադարձությունները զարգանում։ Եթե դու ուզում ես առաքելական եկեղեցում բան փոխես, ես օրինակ այդքանը հասկանում եմ, անկախ նրանից ես ինչքանով եմ կապված առաքելական եկեղեցու հետ կամ կապված չեմ։ Եթե դու ուզում ես առաքելական եկեղեցում բան փոխես, դու պետք է գնաս, դաժե ես արդեն դա մի քիչ լավ եմ հասկանում։ Պետք է գնաս, դու մասնակից դառնաս, առաքելական եկեղեցու անդամ դառնաս, ու դու ներսից փոխես քո սուրբ կյանքովդ, քո օրինակովդ, դա Հիսուսի օրինակն է, սա քրիստոնեություն է, սա Հիսուսը այսպիսի Քրիստոսի ուսմունքը սա է, հենց Աստծո որդին երկինքը թողավ, եկավ երկիր, մարդի կերպարահավ եւ մտավ մեր մեջը ու սաղ գլխի վար շուռ տվեց։ Նաեւ մարդու կյանքում ադի, բայց ավելի գեղեցիկ օրինակը այս պարագայում, որ Աստծո որդին մարդի կերպարանք հագավ, եկավ մարդ դարձավ։ Շատերը նաեւ այս պատճառի համար չեն հասկանում Քրիստոսի աստվածությունը, Հիսուսի աստվածությունը, որ հենց նա դա Աստծո բնույթն է, որ ինքը մարդացավ, որպեսզի մարդին ցույց տա փրկության ճանապարհը։ Այնպես էլ որպեսզի դու ուզես առաքելական եկեղեցին փոխես, պետքա դու մասնակից դառնաս առաքելական շարքերը, լրացնես առաքելական եկեղեցու անդամների շարքերը ու դու քեզանով մեջից փոխես։ Եվ ինչ ենք տեսել մենք Հայաստանի Հանրապետության ճակետների մեջ իշխանությունը փորձեց առանց դա անել վնասել առաքելական եկեղեցու առաջնորդին եւ առաքելական եկեղեցուն սկսեց հալածել, տեսա որ չի ստացվում, հիմա ինքը ստեղծեց այդ մարդը ներսից։ Դուք հասկանում եք սատանայի պոլիտիկան։ Ինքը այդպես ամինակարանալու առաքելական եկեղեցուն վնաս տա։ Բնականաբար սա նաև փորձություն է առաքելական եկեղեցու համար, որ իմանաք դուք ով եք, ձեր կողքինները ով են։ Երևի թե այսքանը, սիրելի ժողովուրդ, ես հաճախ է լինում, որ Աստված հայտնություններ է տալիս, մտքեր է տալիս, քննարկման կարևոր թեմաներ է տալիս, որ խոսեմ, գուցե եւ դա էլ Աստծո կամքն է, բայց ես շատ վաղ դրան լուրջ չեմ վերաբերվում, բայց ես զգում եմ, որ պետք է լուրջ վերաբերված, որովհետեւ խոսելը դա ցանկություն չի, խոսելը դա պարտականություն է, երբ որ նայեմ ես Աստվածաշնչի պատմությունը եւ ոչ միայն աշխարհում լուր մնացողին, այսինքն խոսելը պետք է անկախ նրանից քեզ կլսեն թե չէ։ Հիմա տեսեն սկզբից ասեցի, որ Հայաստանի հետ ինչ որ կատարվի, դա պատճառը Արցախի նկատմամբ դիրքորոշումն է։ Հեսա որ կատարվի, դուք կիմանաք, որ խոսող եղավ այս ամենի մասին։ Շատ բան կա ասելու, հայրենակիցներ հարգելի։ Ուզում եմ ասեմ, մինչև հիմա մենք այն կյանքովն ենք ապրել, որ
մի ղեկավար պիտի գա մեր կյանքը փոխի։ Մենք այնպես ենք ապրել, որ միշտ սպասել ենք մի ղեկավար գա մեր կյանքը փոխի, մեր երկիրը փոխի, սպասել ենք, որ այս ուժի կամ այս կուսակցությունի կամ առաքելական եկեղեցու առաջնորդը լինեն մաքուր, բայց Աստվածաշունչը այդպիսի բան ոչ թե չի ասում, այլ ասում է դու փոխվիր։ Շատերը կան ասում են, դե բա Վազգենի նման տղեն էլ երբ կծնվի, էլ չի ծնվի, բայց ծնվի, որ խփեն, եթե լույսին, առաջնորդին այդպես են վերաբերում, ուրեմն ինչ-որ մի բան ինչ չէ, ուրեմն պետք է ամբողջը չէ փոխվի։ Մեզ հիմա պետք չի Վազգեն, իհարկե պետք է, բայց երբ որ իրան չխփեն, մեզ պետք չի Ավո, իհարկե մենք դրա կարիքը ունենք, բայց այն վաղտը, երբ որ իրան չսպանեն, վերջերս եղավ, մեզ պետք չի Վալոդյա Գրիգորյանի նման մարդը ասպարեզ գա, երբ որ իրան պիտի խփեն, հասկանում եք սա։ Հիմա այդ ցավը ով կարող է կրել, իր ընտանիքը, պետք է բոլորը փոխվեն, որպեսզի մեկի մտքով չանցնի, որ կարելի է առաջնորդին վերացրած։ Սրանով ավարտեմ հայրենակիցներ հարգելի, ես շատ ուրախ կլինեմ, որ այս խոսքս շատ սրտերի կհասնի, շատերին օգուտ կլինի, նպատակ ունեմ, եթե օգտակար կլինի, շարունակեմ ուղերձները, որ ինձ որ ես որոշում եմ անեմ, հայտնությունները կիսեմ, որ ես ստանում եմ։ Հաջողություն ձեզ, Աստված թող օրհնի ձեզ։